Ինչպես համադրել տատիկի խոհանոցը գինու հետ մաս 2։ Իսկ ինչ է տատիկի խոհանոցը, դա իհարկե մանկության համեր են, մեզ բոլորին սիրված։ Ամենահայտնիներից մեկը դա կոտլետն է։ Եվ ուրեմն, ինչպես համադրել կոտլետը գինու հետ։ Իհարկե, եթե կոտլետը պատրաստված է կարմիր մսից, օրինակ դա հորթի կոտլետ է կամ տավարի կոտլետ, իդեալական համադրություն կլինի միջին մարմնեղությամբ կարմիր գինի։ Եթե կոտլետը սպիտակ մսից է, այսինքն հավի կրծքամիս, գուցե ձուկ, իդեալական համադրություն կլինի միջին մարմնեղության սպիտակ գինի, բայց եթե ձեր կոտլետը կիևսկի կոտլետն է, ստեղ մի քիչ ամեն ինչ ավելի բարդ է, որովհետև քիչ է կոտլետի մեջ է կարագ դրվում, մի հատ էլ ինքը ֆրիտյուրի մեջ է պատրաստվում, հա, ձեթի, բավականին յուղային է եւ ծանր, եւ այստեղ պետք է շատ թթվային սպիտակ գինի։ Իսկ եթե ձեզ կոնկրետ գինիներ են հետաքրքրում, կոմենտներում գրեք կոտլետի գինի բառակապակցությունը, ես ձեզ կուղարկեմ ցուցակը։